մտավորականությունը իրոք լուրջ անելիք ունի։ Եվ այն մտայնությունը, որ ասում են, որ մտավորականությունը պիտի պահանջ լինի, որ մտավորականությունը մեջտեղ կա։ Չէ, հասարակությունը պահանջի, ինչ թվում է մենք պասիվացել ենք եւ դրա արդյունքում Սերժիկներ, Ռուբիկներ, Լևոններ եւ այլն լեցվել ու սկսել խշոտել են եւ այս բազմաթիվ խնդիրները, որ Եվրոպան իհարկե թույլին ով ուզի կիշխի։ Թույլ եղանք ամեն մեկը իր բաժինը պիտի տանի։ Իմ կարծիքով հանրաքվեն արդեն ծիծաղելի մի բան է, այդ սահմանադրություն եւ այլն, եւ ես հարկ չեմ համարում ուղղակի դրա մասին նույնիսկ խոսել, անդրադառնալ դրան։ Ես կարծում եմ, որ բանը պիտի դրան չհասնի։ Իրականում մեր երկրում ղեկավարող իշխանությունը թքած ունի հայ ժողովրդի վրա։ Անք մեզ ոչ միայն բարեկամ չեն, այլ նույնիսկ ուղիղ ասեմ, թշնամի են հայ ազգին։ Մեր ժողովրդին, մեր պետությանը ամենաբադ հայ իրենց սրածը չեն։ Այո, նույնիսկ մեր թշնամին այսքան ստորություն չի անի իր նկատմամբ, ինչ որ անում են սրանք հայ անվան տակ իր հայրենակիցներին եւ ժողովրդին։ Եվ այսքան արտագաղ, չգիտեմ ինչ, մենք բրծնում ենք, սա վերջն է կարծում եմ։ Եթե մենք քայլ չկատարեցինք եւ քայլը պիտի շատ հզոր լինի, մենք կորցնելու ենք մեր երկիրը։ Ուղղակի կարող է անուն մնա, ինչ որ Հայաստան պետություն, անուններ, ինչ որ Հայաստանի Հանրապետություն, անունն էլ ինձ համար անհասկանալի է, ինչ որ Հայաստանն է, որտեղ ապրում են միայն հայեր։ Հանրապետություն չի, չէ, հանրության պետություն չի, սա հայերի պետությունն է, Հայաստան պետությունն է։ Մի խոսքով, ես կարծում եմ, որ Հրանտ Մաթեոսյանը ոնց էր ասում, թող մի անգամ էլ իրենց բռունցքը ցավա, էլ տեսնեմ մի անգամ էլ կխփեն։ Ինձ թվում է մենք կոնկրետ քայլերի պիտի գնանք եւ որոշակի քայլերի։ Մենք ոչ պիտի խնդրենք, ոչ էլ պահանջենք նույնիսկ։ Ուղղակի մենք մեր քայլերով պիտի առաջ գնանք եւ պարտադրենք։ Մենք ուրիշ տարբերակ չունենք։ Ուրիշ խնդիր չկա։ Իհարկե, զրույցները, միտինգները եւ այլն դրանք պետք են, բայց դրանք կողքից են պետք, իմ կարծիքով։ Տեղյակ պահելու եւ այլն եւ այլն։ Իմ կարծիքով մենք պետք է հստակ քայլերով առաջ գնանք, ժողովուրդ ջան։ Միտինգային ժամանակները մենք էլ ժամանակ չունենք։ Կարճ ասեմ։ Մենք էլ այլևս ժամանակ չունենք, փորձում ենք։ Եվ ես բոլոր մտավորականներին կոչ եմ անում, ես գիտեմ, որ լիքը շատ լավ հայորդիներ կան, որոնք որ այս ամբողջ հիասթափությունից տարբեր պատճառներով, թե սոցիալական, թե չգիտեմ ինչ եւ այլն, գլուխները կախ են ման գալիս, բայց մեջները աղույց կան ստաց։ Օրինակ հիշում ենք այն պատերազմի ժամանակ ամենահամեստ տղեկը պարզվեց ամենահերոսն են, իրաց մեջ հերոսությունը պինդ նստած։ Իմ կարծիքով կայծը հենց բռնկվեց նույն այս իշխանական թևում գտնվող շատ-շատերը, որ զզված, վախեցած, հոգնած եւ այլն ենթարկվում են այս իշխանությանը, մեծ թափով գալու են եւ միանան։ Միայն թե ուժ տեսնեն, միայն թե կամք տեսնեն, որ գնալու է միջև վերջ։ Ես օրինակ հանձին ես Ժիրայր Սեֆերյանի ազնվագին մարդու, ես տեսնում եմ մեկին, որը կարող է առաջնորդել դա, եւ ինչպես որ դուք ասեցիք մտավորականները առաջներ, երեք մի քիչ էլ զինվոր լինենք։ Ես առաջարկում եմ բոլորս զինվոր լինենք մի քանի օր դեռ։ Իրար լսեցինք, հաստատ կհաղթենք, ժողովուրդ ջան։ Հավատանք իրար, հաստատ կհաղթենք։ Եվ հենց որ մենք ուժ ցույց տվեցինք, վստահ եմ նահանջը լինելու եւ շատ արագ։ Կոչ եմ անում բոլորին, երիտասարդությանը, մտավորականությանը, գիտնականներին, մենք շատ լավ ժողովուրդ ունենք։ Այսքան բան, եթե որևէ մի ազգի գլխին գար, վաղուց կերել էին իրար։ Մենք հրաշալի ժողովուրդ ունենք։ Ուղղակի ժողովուրդը մասսաները խաբար չեն դրանից։ Մենք պետք է տեղյակ պահենք։ Ես կոչ եմ անում ռեալ կոնկրետ քայլերի։ Առաջ հաղթանակը մերն է լինելու։ Հայերին երբեք չեն կարողացել հաղթել, չեն էլ կարողանալու։ Դա ինչ անունով էլ որ լինեն։ Ես ավելի տխուր բան ասեմ։ Այս իշխանավորները, որ մենք որպես հայ նայում ենք ու նեղվում, դրանց մեծ մասը ծագումով իսկի հայեր չեն։
Ես ինչ որ ուզում եի ասել, կարծում եմ ասեցի։ Կարծում եմ շարունակել է արդեն առիթ կլինի։ Հաջողություն այս գործին։